Գևորգ Սրբազան, ուզում եմ նախ անդրադառնանք Գարեգին երկրորդ ամենահայց կաթողիկոսի կողմից ձեզ Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասով հայտարարությանը, որը դուք վիճարկեցիք դատարանում եւ դատարանը կարծես թե հայցի ապահովման միջանկյալ միջոց է այս պահին կիրառել։ Մի փոքր ուզում եմ անդրադառնանք նախ հայցի հիմքերի մասին, հետո արդեն նշեք դուք այս պահին փաստացի շարունակում եք լինել Մասյացոտն թեմի առաջնորդը։ Եթե մենք ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը ապահովող բարձրագույն մարմինը դա դատարանն է, հետևաբար պիտի ընդունենք նաև դատարանի որոշումը, այն է կիրառել միջանկյալ միջոց մինչև վերջնական վճիռը, ըստ այն իմ իրավունքները ըստ դատարանի վճռի բոլորը պիտի վերականգնվեն իբրև թեմի առաջնորդ, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հիմքով ազատվեցի, որևէ հիմք չկա իմ ազատման համար, եւ երբ որ դատարան հայց ենք ներկայացրել, իմ փաստաբանական խումբը հենվելով հայ եկեղեցու Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու կողմից արդարադատությանը ներկայացված, արդարադատության նախարարության ներկայացված կանոնադրությանը ներկայացված եւ ավերացված կանոնադրության վրա հենվելով ցույց է տվել, որ իմ ազատումը թեմակալ առաջնորդի պաշտոնից ապօրինի է։ Այդքանը կասեմ այդ իմաստով, այսինքն ընթացակարգ կա, ինձ չեն կարող ազատել զուտ նրա համար, որ ես ունեմ գաղափարական անհամաձայնություն։ Ուրեմն դուք գիտեք, իմ ազատումը խիստ քաղաքականացված է, որովհետև կապված է այս զարգացումների հետ վերջի շրջանում հայ եկեղեցու շուրջ։ Ուրեմն գիտեք, որ մի խումբ եպիսկոպոսներ բողոքի ձայն բարձրացրեցին, որ կապված էր Աշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերող սկանդալի հետ, որի վերաբերյալ կաթողիկոսը քայլեր պիտի ձեռնարկեց ու չձեռնարկեց։ Լրիվ կանոնական դաշտում է եղել մեր բողոքի ձայնը, բայց կանոնական դաշտում որևէ պատասխան չենք ստացել մինչև օրս։ Եվ երկրորդ խիստ մտահոգիչ հարցը վերաբերում էր եկեղեցու քաղաքական կյանքում ներքաշված լինելու ընդդիմության ուժերի ձեռքին գործիք դառնալու կամ օտար շահեր սպասարկելու հարցին։ Մեզ այսօր այս երկու հարցն է մտահոգում։ Առաջինը, որ պիտի պատասխան տրվի պաշտոնական Աշակ Սրբազանին վերաբերող սկանդալի առումով ու չի տրվել։ Երկրորդ, եկեղեցին պիտի հայտարարություն անի եւ դուրս գա քաղաքականությունից առհասարակ։ Այսօր եկեղեցին գործիք է դարձել քաղաքական դաշտում, քաղաքական խաղացողների ձեռքին եւ բանը հասել այնտեղ, որ կուսակցականներն են որոշում, թե մենք իբրև եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, որ հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում պիտի ունենանք։ Մենք գիտենք հայ եկեղեցու առաքելությունը պատմականորեն երկու հիմնական առաջադրանք է իրականացնել ազգային մեր կյանքում ավետարանի քարոզ եւ ազգային հոգևոր արժեքների պահպանություն, հայ ինքնության պահպանություն։ Սա է մեր առաքելությունը։ Մենք քաղաքական դաշտում այս կամ այն կողմը բռնելու խնդիր չենք ունեցել։ Սա լրիվ աննախադեպ է հայ եկեղեցու կյանքում եւ այս աննախադեպությունը չենք ուզում, որ վաղը դառնա օրինաչափություն։ Մենք մեր եկեղեցին ընդհանրապես ուզում ենք վերադարձնել իր բուն առաքելությանը։ Այսօր մեր եկեղեցին իր առաքելությունից շեղված է, անում է մի բան, որը պատմականորեն երբևէ չի արվել։ Որևէ վկայություն չկա դրա մասին, որ հայ եկեղեցին ներազգային հարցերին վերաբերող խնդրում բռնել է այս կամ այն կողմը։ Չի եղել այս կամ այն կուսակցության կողմը։ Միշտ եղել է պետականակենտրոն եւ պետականամետ։ Այսքանը կասեի։ Մյուս կողմն էլ ասում եմ այլատոնը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն է խառնվում եկեղեցու կյանքին։ Նիկոլ Փաշինյանը ինչպես է խառնում եկեղեցու կյանքին։ Ինչպես, չէ, եթե եկեղեցին քաղաքականության մեջ է ներքաշված բառիս բուն իմաստով, եթե ցույցեր են ուղարկում հոգևորականների, եթե տարբեր հոգևորականներ իրենց համայնքում
տրվելով ընդդիմադիր այս կամ այն կողմին օրակարգին սկսում են համայնքի ներսում կրքեր բորբոքել, որը իդեպ չի ընկալում համայնքում։ Դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչի մեջ են մեղադրում, որ կներեք, մեղադրում են, որ ընդդիմանում է դրան, որ եկեղեցին չպետք է քաղաքականության մեջ լինի, բնականաբար մենք հո գիտենք անցյալը մեր, այսինքն նույն կաթողիկոսի օրոք մյուս իշխանությունների ժամանակ ինչի չէին ներքաշում հոգևորականները քաղաքական հարցերի մեջ, որովհետև գիտենք, որ եկեղեցին պետականամետ է, պետականակենտրոն է, այսպես պիտի աջակից նեցուկ լինի պետության, անկախ նրանից թե ով կգա իշխանության, մենք այդպես ենք միշտ մտածել, մենք իրավունք չունենք կողմ բռնելու քաղաքական խոսույթի մեջ, որովհետև բոլորն էլ մեր ազգի զավակներն են, այս մեր կողմ բռնելու պատճառով մենք մեր համայնքները պառակտեցինք մասերի, ու այսօր, որ ասում են իբր թե համայնքներում քահանաների հանդեպ, չգիտեմ տրամադրություն կա, գիտեք այդ տարիներ շարունակ մենք քահանաներից զգուշացնում ենք, որ չեզոք եղեք չեզոք, իհարկե շատ բաներ չէինք հասկանում, թե ինչ է կատարում, մեզ մի բաներ ասում, բայց իրականությունը պարզվեց այլ է, հատկապես այդ սրբազան շարժումից հետո ի հայտ եկավ անհասկանալին, սկսեցինք համոզվել, որ այո, եկեղեցին ծառայում է ինչ-որ շահերի, ինչ եք ուզում եք մենք, տեսեք, մենք երբ որ հարց ենք բարձրացրել, երկու խնդիր ենք դրել մեր առջև, առաջինը հայ եկեղեցու դավանության խնդիրն է, գործ ունենք սկանդալի հետ, եթե մենք այսօր սկանդալը չդատապարտեցինք, նշանակում է, որ մենք հայ եկեղեցու դավանությանը հավատարիմ չենք, որովհետև հայ եկեղեցու դավանության վրա հիմնված են եկեղեցական կանոնները, որոնք համապատասխան հետևանքներ են ենթադրում տվյալ մեղքի առնչությամբ։ Խոսքը էլի եմ ասում, սկանդալին է վերաբերում, ոչ մեկ ես երբևէ ուրախ չէի լինի որևէ մեկի հարցում, երբ որ ի հայտ գային այդպես բացահայտ հրապարակային, որևէ մեկի հարցում, դրա համար կա խոստովանության խորհուրդ սահմանված, որ փակ է ամեն ինչ, մեղքը մնում է խոստովանահոր եւ անձի միջեւ, բայց այստեղ ցավոք սրտի գործ ունենք մի բանի հետ, որը սկանդալ է դարձել, մի մեղքի հետ։ Դրա համար պիտի եկեցին պաշտոնապես դիրքորոշում հայտնի։ Հիմա եթե մենք չեզոք դիրք գրավենք իբրև եպիսկոպոսներ, նշանակում է մենք մեր ուխտին հավատարիմ չենք հայ եկեղեցու դավանության մասով։ Եվ երկրորդ, եկեղեցին չպետք է ծառայի քաղաքական շահերի որևէ կերպ, այդ չեմ ասում օտար շահերի, չպետք է այդ իրավունքը մենք չունենք, եկեղեցին պատմականորեն միշտ եղել է պետականամետ եւ պետականակենտրոն, սա է խնդիրը, եւ այս հարցադրումների կոնտեքստում, երբ որ ինձ գործից հանում են, այսպես ասած, ազատում են իմ զբաղեցրած հանգամանքից, ես այլ կերպ չեմ կարող բնութագրել այդ գործողությունները, քան քաղաքական, ինչպես բնութագրեմ, ես որևէ չեմ ասում պիտի լինենք իշխանամետ կամ պիտի լինենք ընդդիմություն, պետականամետ պիտի լինենք, այսինքն եկեղեցին պիտի իր քայլերը միշտ այնպես կազմակերպի իր առաքելությունը, որ դա նպաստի ներազգային համերաշխությանը, միաբանությանը, միասնությանը, երբ որ ասում ենք պետականամետ, այս նկատի ունենք շատերը դա երբեմն շփոթում են իշխանամետության հետ, ոչ իշխանությունները կգնան, ժողովուրդն է ընտրում իշխանության, եւ մենք պարտավոր ենք հարգել այդ ընտրությունը, մենք չենք կարող հարգել միայն ընդդիմության դիրքորոշումը, երբ որ մենք կողմ ենք բռնում, պառակտում է առաջանում մեր ազգային կյանքում, մանավանդ, երբ որ եկեղեցին ունի մասնավոր հեղինակություն, այն է Աստծո ներկայությունը։
Գևորգ Սեփասյան, անդրադառնալով հարցի սկզբին, օրինակ Մայրաթորի փաստաբանական խումբը նշում է, որ դատարանը իրավունք չունի խառնվելու եկեղեցական կյանքին որոշումներ կայացնել։ Կներեք, պատասխանեմ հարցին, տեսեք, մենք ունենք եկեղեցական ատյաններ, մեր եկեղեցական ատյանները համապատասխան մարմինները, որոնք քննության կարող էին առնել այս մի խումբ եպիսկոպոսների ներկայացրած հարցերը, իրենք չեն գործում փաստացի, այսինքն կամ գործում են կամայականորեն, եթե կամայականորեն են գործում եւ չի ապահովում արդարադատությունը եկեղեցական ատյաններում, ես ուր դիմեմ այդ դեպքում, չէ՞ որ եկեղեցին էլ իբրև կրոնական կազմակերպություն կանոնադրությամբ է գրանցված պետության մեջ, մենք պետության մեջ ենք ապրում վերջիվերջո, ու եթե սպառում է եկեղեցին արդարադատության իր հնարավորությունները, բնականաբար ես պիտի դիմեմ դատարան, եւ սա աշխարհում մեկ ընդունված պրակտիկա է, ինչ խնդիր կա, կաթոլիկ եկեղեցու սկանդալային դատավարությունների մասին եմ ես հիշել օրեր առաջ, երբ որ մանկապղծության մեջ մանկապղծության վերաբերյալ մեղադրանքներ կային եւ կաթոլիկ եկեղեցու համապատասխան ատյանները հարցին լուծում չէին տալիս ու մի 2000-ականներին դատերի շարք սկսվեց Ամերիկայում եւ կաթոլիկ եկեղեցին ստիպված եղավ հսկայական փոխհատուցում տրամադրել։ Նշեցի վերջերս նաեւ Քենթերբերի arczepiskopos-ի Ջաստին Վելբիի հրաժարականի մասին, որը ինչ էր արել, կոծկել էր ուրեմն մանկապղծությանը նորից վերաբերող դեպքեր եւ ստիպված եղավ հրաժարական տալ։ Դու կոծկելու իրավունք չունես։ Հիմա խնդիրը վերադառնանք խնդրի ակունքներին։ Սկանդալ կա, չես կարող կոծկել։ Մենք ասում ենք հարցին պիտի լուծում տրվի ու տևական ժամանակ ենք ասել, պատասխանը եղել է, որ եկեղեցին կքանդվի։ Մենք ուղղակի չենք կարողանում հասկանալ։ Եթե սկանդալի վերաբերյալ դիրքորոշում ենք հայտնում եկեղեցին, ինչի պիտի քանդվի, հակառակը եկեղեցին պիտի ցույց տա, որ ինքը հավատարիմ է իր առաքելությանը, հատկապես դավանությանը, որովհետև այդ կանոնները լրիվ հիմնված են դավանության վրա, բխում են դավանությունից։ Խնդիրը սրան է վերաբերում, հիմա լռենք, սկանդալ կա, կամ ասում են ժողովուրդը մոռացել է այդ մասին։ Մենք ինչ անենք, լռենք, այդ դեպքում մենք ինչ բարոյական հեղինակություն կունենանք առհասարակ խոսելու, ուսուցանելու, խրատելու։ Գիտեք, էլի եմ ասում, բամբասանքի մասին չի խոսքը, ասեկոսեների մասին չի, խոսքը սկանդալի մասին է։ Եվ բազում մեղադրանքներ են հնչել, ու ոչ մի մեղադրանքի պաշտոնապես պատասխան չի տրվել։ Այսինքն հիմա մենք հավատարիմ մնանք մեր առաքելությանը, մեր ուխտին, մեր եկեղեցու դավանությանն ու մեր պետականությանը, թե անենք այն, ինչ որ ուզում են անենք, որն է ճիշտ։ Չէ, այդ դեպքում ես ոչ միայն ինձ չեն հարգի, չեն ընդունի, ոչ միայն ինձ, այլև հայ եկեղեցու հոգևոր դասին բարձրաստիճան, այլև ես ինքս ինձ չեմ հարգի, որպես հոգևորական։ Այսինքն մենք մեր կյանքը նվիրել ենք, որ ծառայենք մեր եկեղեցուն, իսկ այսօր ասում են, դե էդի կարևոր չի, այսինքն բա ինչն է կարևոր, այս պահին կարևոր չի, ինչի, որովհետև տվյալ անձը դարձել է քաղաքական ուժերի սպասարկու, չեք ուզում այդ անձի հետ կապված որևէ որոշում կայացնել, հա, որովհետև տվյալ անձը այն մի քանիսից մեկն է, որի պատճառով հայ եկեղեցին այս աստիճանի ներքաշվեց քաղաքականության մեջ, հա։ Այսինքն մեր եկեղեցու հեղինակությունը փոշիանում է օր-օրի, ու դա սկսվել է այն պահից հատկապես, երբ որ եկեղեցին ներքաշվեց քաղաքական կյանք։ Իսկ թեմի առաջնորդանի գումարների սառեցման մասին։ Դե մենք դատարանի վճիռը կա եւ հարկադիր մեծ գումարի մասին էր խոսքը։ Այն ինչ որ ես հավաքել եմ թեմի համար, այն ինչ որ ավանդ է դրված թեմի առումով, այո, գումարների, որով թեմի գործունեությունն է ապահովում։